Փառք Նժդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր Սասնա ծռերի։ Մինչև բուն թեմային անցնելը ես ուզում եմ շնորհավորել Իգոր Մուրադյանի տարեդարձը, երջանկահիշատակ Իգոր Մուրադյանի։ Ես գիտեմ, որ լայն տարածված չէ Իգոր Մուրադյանի անունը այսօր, որովհետև Ղարաբաղյան շարժում էր կոչվում, այսինքն Արցախյան շարժման ինքը հիմնադիրն է եղել, գաղափարական շարժման հիմնադիրն ինքն է եղել, որը հետո իր ձեռքից խլեցին KGB-ի գործակալները եւ տարան իրենց ուղությամբ եւ տարան այն ուղությամբ, որում հիմա հայտնվել ենք մենք։ Եվ Իգոր Մուրադյանը դեռ 88 թվականից արդեն հասկանում էր, որ այս Արցախյան շարժումը գնում է ոչ ճիշտ ուղով։ Եվ մենք բազմիցս ասում ենք, չէ՞, որ ազգային ժողովրդական բևեռը հայ հանրությունից մոտ 5-10 տարի առաջ է, որովհետև հիմա բևեռն ինչ ասում է, չեն հասկանում, բայց 5 տարի, 10 տարի հետո համ տեղի է ունենում այդ ինչ որ ասվում է։ Համ էլ նոր պատկերացնում են, թե բևեռն ինչ էր ասում, բայց արդեն որ ասում է գնացքը գնացած է լինում։ Իգոր Մուրադյանը մեզանից ոչ թե 5-10 տարի առաջ, այլ 30 տարի։ Ինքը արդեն 88 թվին գիտեր, եթե բանը սրանց ձեռքով հասնի, այդ ճանապարհով գնա, մենք իրոք հայտնվելու ենք այս վիճակում։ Եվ ինքը ուղղակի անտեսվեց իշխանությունների կողմից եւ անգամ Բերձորի ջարդերի ժամանակ, երբ որ ռեժիմը հարյուրամյակ առանց ռեժիմի, այսինքն այսօրվա Սասնա ծռերի կազմը, երբ որ գնում էր Արցախ, Արցախահայության տեղյակ բայր, որ ձեր հետ ինչ են անելու, ձեզ ինչ է սպասվում, Բերձորում գիտենք, որ ջարդեր տեղ ունեցան, Իգոր Մուրադյանը նույնպես Վարժանավետյանի, Ժիրայր Սեֆիլյանի եւ մեր մնացած տղաների հետ էր եւ ինքը նույնպես հայտնվեց այդ ոչռագործի գործիքի զենքի տակ եւ մարմնական վնասվածքներ էր ստացել։ Այնպես որպեսզի հասկանանք Իգոր Մուրադյանն ով է, պատկերացրեք, որ մենք սկսել ենք շատ ճիշտ հասկանալ ռուս-թուրքական խաղը, այդ խաղի առաջի բացահայտողն է եղել, ռուս-թուրքական խաղի, եւ ասես թե մեր ուսուցիչը նաեւ։ Փառք քեզ, Իգոր։ Անցնեմ առաջ, ուրեմն Ադրբեջանի փոխվարչապետն է Հայաստանում, ով Հայաստանում երեխա ժամանակ ծնվել է նոյեմբերյանում, մեծացել, կրթվել, հայկական կրթություն է ստացել, հայկական դպրոցը ավարտել է ոսկե մեդալով։ Ասել է, թե հստակ հայերեն տիրապետում է գերազանց։ Հայաստանում ինքը Շահեն էր, հիմա գնացել է Բաքու, դարձել է Շահին Մուստաֆաև, հա, որը Ալիևի ուղեղներից է, էլի վստահելի մարդկանցից է, որը նաև հայրենազատման, այդ որ ասում են սահմանազատում, ես համարում եմ հայրենազատում։ Իմ հայրենիքը ինձանից զատում են։ Այդտեղ Ադրբեջան չկա, չի էլ եղել։ Այդ հայրենազատման հանձնաժողովի, այնտեղ Ադրբեջանի կողմի ղեկավարն է։ Ոնց որ Հայաստանինը Մեհերն է, այդ Գրիգորյան Մեհերը, փոխվարչապետը, նա էլ նրանց փոխվարչապետն է։ Այդ Շահենը, որը Շահին է դարձել, հիմա Հայաստանում է եւ իր հանդիպումը այդ Հայաստանի իրենց աղբերների հետ, թուրքերի հետ, փակ գաղտնի է տեղի ունենում։ Անկամ նրա գալը Հայաստանում չէր ասվում, իմացել ենք թուրքական, ադրբեջանական աղբյուրներից, հետո նոր մերոնք այդ մասին տեղյակ են պահել, եւ հետաքրքիր է, չէ, ասենք մարդն եկել է իմ հայրենիք ինձանից խլի, բայց ինձ տեղյակ չեն պահում, ինչ են խոսում, ոնց են խոսում։ Որովհետեւ դա էլի եմ ասում, ոչ թե սահմանազատում է, այլ հայրենազատում է։ Որից է մեկին թույլ չեն տալի, տալել են Աղվերան, չգիտեմ, ինչ-որ մի հյուրանոց, որը իբր մասնավոր տարածք է, դե պետական ինչ-որ մի շենք չեն տալի, որ լրագրողներ որպես հանրային վայր ազատ մտնի, ասենք ով ուզում է առաջ գնա, ասում են մասնավոր տարածք է, տերը թույլ չի տալիս, ձևը գտել են։ Հետաքրքիր է, չէ՞, եթե խաղաղություն է, ինչ եք թաքցնում ինձանից։ Իմ հայրենիքը ինձանից խաղաղ պայմաններում խլում եք, տալիս եք թուրքին, խաղաղ, ու անունը դրել եք խաղաղություն։ Ու ինձանից թաքուն, բայց դրա խաղաղությունը ո՞րն է։ Ուրեմն այս Շահին մահինները, սա հերթական Լավրովն է մեր համար։ Մենք մեր թշնամիներին նման կադրերով շատ չի բացառվում, որ սա էլ հայկական գենն է նա, չի բացառվում։
ասենք Լավրովի պես, Ռուսաստանի արտգործնախարարն էլ է, չէ, հայկական արմատներ ունի, հերն էլ մերն էլ հայ են։ Հա, Ռուսաստանի շահերն է պահում, Կարախան ունեինք, բոլշևիկյան Ռուսաստանի փոխարտգործնախարար հզոր դիվանագետ, Ռուսաստանի շահերն էր պաշտպանում, Հայաստանին ասում էր ոչնչացրեք հանուն հեղափոխության։ Միկոյան ունեինք, ով խորհրդային միջան թե արտգործնախարար եղել, գերագույն խորհրդի նախագահ եղել, առաջի դեմքը պետության։ Դուք պատկերացնում եք մենք այս վիճակին ենք, բայց թշնամուն ինչպեսի կադրեր ենք տվել։ Վրացիներն Ստալին ունեին, թուրքերը չգիտեմ եսի ինչ ունեին։ Իրենց գործը առաջ էր գնում, մերը միշտ փոքրանում, փուճուրանում, հետեր են գնում։ Ինչպես հիմա։ Եվ Ռուսաստանի արդեն ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ թուլացման հետ Նիկոլը որ գնաց Պուտինի մոտ ծրագրավորված էր, չէ՞, գնաց այնտեղ Պուտինի տան մեջ Նիկոլը Պուտինին իբր բան արեց, այսինքն ստորացրեց։ Եվ հայ հանրությանը ցույց տվեց, որ Ռուսաստանը թշնամի է եղել, արդեն ազատ բաց խաղակարտերով ցույց են տալիս։ Այն ժամանակ այդպես բան չկար։ Եվ ցեղասպանությունն էլ խոսում են, չէ՞, պատճառ կար, հանգաման կար, պիտի պարզենք բան։ Բանից պարզում է դնելու են լրիվ ռուսների մեղավորության վրա, կա այդ մեղքի բաժինը կա իհարկե, ռուսները, թուրքերը, առանց ռուսների թուրքերը չէին կարող այդ ամեն ինչ անել։ Ինչպես Արցախը, իրենք էլ են խոստովանում, առանց իրենց թուրքերը հո Արցախ չէին կարողանում խլել մեզանից։ Այդ ցեղասպանություններ, եթե ռուսները հայերին չխաբեին, չգցեին, չտանեին, բերեին, թուրքերը հոգ չէին կա, հայերը կազմակերպվեին։ Ինքնակազմակերպվեին եւ թուրքերին չէր աջողվի, թակարակը կործանվեր Թուրքիան։ Հիմա շատ բաց թույլ են տվել, որ նույնիսկ Նիկոլը հակադարձի բանին, Պուտինին, ցույց տա նրա վատ դեմքը եւ ցույց տա, որ թուրքերը լավն են, գնանք դեպի Թուրքը։ Այս երկրի վրա, մոլորակի վրա Հայաստանի իշխանությունների համար կամ թուրքն է, կամ ռուսն է, պետք է դրությունը կատարվի այդ երկուսի միջև։ Խաղը այսպես է գնում արդեն 300 տարի։ Այս խաղն է գնում։ Ռուսների գալուց արդեն ասես խաղի մեջ ենք մենք, կամ ռուս, կամ թուրք։ Էլ պարսիկ չկա, էլ հռոմեացի չկա, էլ բյուզանդիա չկա, հասկանում եք, էլ արաբ չկա։ Բոլորը սատկել են։ Մնացել է ռուսն ու թուրքը, մենք պետք է ընտրություն կատարենք։ Ինչևից է։ Պուտինը իր դիրքերը ամբողջությամբ զիջում է Ադրբեջանին։ Սրանց թաքուն գալ գնալը, ժողովրդից թաքուն, ժողովրդի տան հետ կապված հարցերի որոշում։ Հիշում եք Նիկոլան ասում էր Ղարաբաղի հարց, առանց ժողովրդի քննարկելու, հիմա արդեն էլ Ղարաբաղ չկա, արդեն Հայաստանի հարցերն են լուծում, ժողովրդից թաքուն։ Ուրեմն, սիրելի հանրություն, եթե Պուտինը մինչև հունիսի 7-ը ձգեց, սրանք կեղծելու են ընտրությունները եւ այս նույն խորհրդարանը, որը ապահովեց Արցախի հայաթափումը, այո, հենց այս խորհրդարանն է ապահովել Արցախի հայաթափումը։ Դաշնագը, Հանրապետականը, Քոչարյանը, Սերժիկը, Ֆլանը, Ֆստանը, ովքեր իբր ընդդիմադիր են խորհրդան, եթե նրանք Արցախ սիրող լինեին, մանդատները վայր կդնեին, Նիկոլ իշխանությունը կդադարեր գոյություն ունենալ։ Եվ այլ միջոցներ կային, որ իրենք կարող էին կիրառեն, իրենք մերպես խեղճ չեն ֆինանսական առումով։ Հասկացաք, չէ՞։ Մենք խեղճ չենք, ուղղակի ֆինանսապես ենք խեղճ։ Մենք խեղճ ենք, մենք իրենք կարող են շատ բան անել Նիկոլի հանդեպ, թույլ չտալով հայրենիքը հանել վաճառքի, բայց չեն արել։ Դրա համար իրենք հայտնվել են խորհրդանում։ Հիմա նույնպես կհայտնվեն խորհրդանում, որ մնացած process-ը նույն կերպ տանեն։ Այդ Քոչարյանները, Տաշիր Սամոները Նիկոլի հետ հայտնվել են խորհրդանում։ Եթե բանը մնա սենց, Պուտինն էլ մնա, Պարսկաստանի վիճակն էլ անենց մնա։ Այնպես որ դուք նախապատրաստվեք ապստամբության, հեղափոխության, եթե նրանք մնացին։ Ու եթե հանկարծ ազգային իշխանություն չգավ, ուրեմն ու քաղաքական գնահատական չտվեց սրանց արածներին, ու ոչ միայն սրանց, բոլշևիկներից սկսած, այդ Միկոյաններից սկսած, Լևոնով, Ռոբերտով, Սերժիկով, Նիկոլով, ով ինչ թուղթ ստորագրել է առաջին հանրապետության դեմ 1918 թվի սարքած, ստեղծված, ազգերի լիգայի կողմից ճանաչված, Վիլսոնի իրավարար վճռով սահմանները սահմանազատված, պետության դեմ ով ինչ հակառակ որոշում կայացել է, պետք է առ ոչինչ ճանաչվի, բայց պետք է դու դենց իշխանություն ձևավորես։ Եթե չձևավորեցիր, վերջը դեգել է։ Վերջը դեգել է, եթե դու մնացիր Տաշիր Սամոյի, Ռոբերտի, Սերժիկի, Նիկոլի, չգիտեմ, Լևոնի, հա, Դոգի,
Ելում ասեմ Արման Թատոյանի, Գուրգեն Սիմոնյանի, հասկացաք, մարդիկ եմ ասում, որոնք այս ամբողջ դաշտի մեջ ամեն մեկն իր տեղն ունի։ Ռուս-թուրքական համագործակցության դաշտի մեջ բոլորն իրենց տեղը իրաց դերակատարում ունեն։ Մենք մնացել ենք մենակ։ Մենք դարձել ենք Նժդեի պես միայնակ վճռական միայնակը։ Եթե ուզում ես փրկվես, պետք է բևեռին աջակցես։ Եթե ուզում ես փրկվել, խոյեմ եղեք։